Պարոն Յանաքյան, օրեր առաջ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն հարցազրույց տվել Երկիր կայքին, որտեղ ըստ էության համաձայնություն է հայտնում քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջներից մի քանիսին, ինչ տպավորություն կարող ենք ստանալ այս հարցազրույցից, ինչքանով է երևում արդեն քառյակ Քոչարյան կապը, կա այդպիսի կապ, թե ոչ առհասարակ եւ քաղաքականություն վերադառնալու միտումներ արդեն այս աշնանը կարող ենք ակնկալել։ Գիտեք, երբ քառյակը ներկայացրեց իր 12 կետերը, շատերի մոտ զարմանք էր, թե այս ինչ կետեր են, այս ինչ անհեթեթ պոպուլիստական կետեր են, եւ հիմա բացահայտվեց, թե այդ ինչ կետեր են, այդ կետերը գրված էին Պաստորեն Քոչարյանի գրասենյակում եւ տվել էին քառյակին, ասելով, թե դուք տարեք սրանք տվեք կառավարությանը, ես ձեր հետևից գալիս եմ։ Եվ եկավ, Պաստորեն սրանք այնպիսի կետեր են, որոնք որ բավականաչափ մեծ ռեզոնանս կարող են ունենալ երկրում, բայց միաժամանակ դրանք էական հարցեր չեն լուծում Հայաստանի համար, այսինքն պարզ ասած պոպուլիզմի ուրեմն մեջ այնպիսի պոպուլիզմի, որով ենթադրենք Քոչարյանը ենթադրում է վերադառնալ քաղաքականություն քառյակի վրա հեծնած։ Վերադառնալ քաղաքականություն մարտահերթ զարգացումների միջոցով, թե հերթական 17-18 թվական։ Կարծում եմ արտահերթ զարգացումների, որովհետև Քոչարյանը ունենալով բավականին հմուտ PR թիմ, նրանք հասկանում են, որ հիմա 17 թվի համար հայտ ներկայացնելը դա կլինի false start։ Այսինքն հիմա հայտ ներկայացնել անմիջական գործողությունների անցնելու նպատակադրումով։ Քառյակի երկու ուժերը, որոնք մշտապես նախագահի հրաժարական են պահանջել Հայ ազգային կոնգրեսն էլ մարտի 1-ի համար մշտապես մեղադրել է երկրորդ նախագահին մասնակցության համար, այդ ամենը չի խանգարի համագործակցությանը նրանց միջոցով վերադառնալուն։ Հիմա մենք տեսնում ենք, որ Հայ ազգային կոնգրեսը այլևս ղեկավարվում է Բարգավաճ Հայաստանի կողմից, իսկ Բարգավաճ Հայաստանը վաղուց գիտենք, որ ղեկավարվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Այնպես որ այս խնդիրը կարծես թե ինքնին վերանում է։ Նո մարտի 1-ի մասին կոնգրեսը հիմա մեկ հիշում է, մեկ չի հիշում, այնպես որ եկեք սա չսարքենք ուրեմն հանգուցային խնդիր։ Խնդիրներ շատ կան, բայց ես կարծում եմ այդ խնդիրները բոլորը կլուծվեն։ Համենայն դեպս հիմա քառյակը բավականին լուրջ ունիսոնով է աշխատում, հա, համաձայն է աշխատում, եւ մենք տեսնում ենք, որ այս ամեն ինչի հետևում կանգնած է Քոչարյանը։ Այդ խնդիրները ես կարծում եղած խնդիրները ես կարծում էական չեն լինի, որովհետեւ եթե ասենք կոնգրեսը մոռացել է այն մասին, որ իրենք ժամանակին պահանջում էին Քոչարյանի հրաժարականը, բայց մոռացել է կոնգրեսը, որովհետև հիմա փոխվել է քաղաքական փուլը, նա քառյակի մեջ լինելով իրեն համարում է, որ ընդդիմության այդ կերպն է ճիշտ, իսկ այդ կերպը մենք հստակորեն տեսնում ենք, որ դա Քոչարյանի ստեղծած ընդդիմությունն է։ Այս այդ զրույցում Արմեն Մարտիրոսյան կտրականապես բացառեց համագործակցությունը երկրորդ նախագահի հետ, նաև առաջին նախագահի նշեց, որ նախագահներին պետք է անցյալում թողնել եւ այլն, պառակտում ձեր կարծիքով կառաջացնի այս համագործակցությունը, եթե այդպիսի որոշում կայացվի վերջում։ Նախ ժառանգության ձայնը այնքան հնչեղ չի, չմոռանանք այդ մասին, մյուս կողմից ժառանգության մշտական գործելակերպն է, դա ուրեմն մի ոտքով կանգնել, այսպես ասած, քառյակային տրամաբանության մեջ, մյուս ոտքը դնել քառյակից դուրս, այնպես որ իրենք կոչում են դա քաղաքական ճկունություն, մանևրելու հնարավորություն, այնպես որ ցանկացած բանի որոշեն, թե որ ոտքը կարելի է վերցնել, որ ոտքի վրա կանգնել։ Արտահերթ զարգացումներ նշեցիք, արդեն այս աշնան են հանրահավաքները, որ խոսք էր տվել քառյակը, եթե չբավարարվի այդ 12 կետանոց պահանջը, կարելի է սպասել։ Ամեն ինչ կարելի է սպասել, հիմա շատ դժվար է կանխագուշակում անել աշնան համար եւ կարծում եմ այս ամեն ինչին ուրեմն կարող է շատ լուրջ ռեզոնանս տալ, հա, այսինքն փոքր քայլերը, որոնք որ դառնում են մեծ հանրահավաք, արտաքին քաղաքական զարգացումները, ես քանի որ այստեղ ամեն ինչ անհստակ է դեռևս մենք չգիտենք ինչ է կատարվում Ղարաբաղի հետ, դեռևս մենք չգիտենք ինչ է կատարվում այս Եվրասիական միության հետ, շատ դժվար է ասել։ Համենայն դեպս ներկա պահին ես կարծում եմ, որ հանրահավաքներ, լուրջ հանրահավաքներ ուրեմն կարելի է սպասել, իսկապես հենց այդ պոպուլիստական կետերի շուրջ, մենք տեսանք, չէ, որ մինչ այժմ հիմնական աղմուկը, հիմնական հանրահավաքները արեցին հենց դեմենները, հա, այսինքն այն ինչ որ ուրեմն շատ պարզունակ խնդիրներ է լուծում, այն ինչ որ քաղաքական խնդիրներ չի լուծում։ Իսկ այդ 12 կետերում առաջ քաշած հարցերի մեջ որևէ քաղաքական հարց չկար։ Ես ուզում եմ նորից հիշեցնել, հա, մեզ բոլորիս, որ
այն ժամանակ, երբ որ երկրում սրված է արտաքին քաղաքական խնդիրները, առաջ քաշել ուրեմն նման պոպուլիստական հարցեր, դա պարզապես թեկուզ փոքր-ինչ ընդդիմադիր ռեսուրս, եթե կար այդ քարյակի մեջ, դա մսխելն է, դա հանուն ժողովրդի չաշխատեցնելն է։ Իսկ բայց դա էլ մնում է տրամաբանության մեջ, որովհետև քաղաքական ուժերը մանավանդ մեր նման երկրներում, որտեղ որ քաղաքականությունը կտրված է ժողովրդից, աշխատում են իրենց սեփական շահի, իրենց սեփական տրամաբանության մեջ եւ ոչ հանուն ժողովրդի։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանին եւ ընդհանրապես քարակին այդ ֆորմատով արտաքին քաղաքական ուժերը կօգնեն նկատի ունեմ Ռուսաստանը։ Ինչքանով կաջակցի Ռոբերտ Քոչարյանը հայտնի է իր ժամանակաշրջանում Ռուսաստանամետ քաղաքականությամբ։ Գիտեք, մեր այս քաղաքական ուժերը, քարյակը լինի թե իշխանությունը, կարծես մրցավազքի մեջ են մտել Ռուսաստանին դուր գալու համար։ Այնպես որ այստեղ որևէ հակասություն չկա Ռուսաստանի հետ, նրանցից որևէ մեկի մոտ։ Իսկ Ռուսաստանին ես կարծում եմ միևնույն է։ Ռուսաստանին միևնույն է, որովհետև միշտ կարող է մեկին մյուսով վախացնել եւ ասել, այ տես նա ինձ ավելի շատ է սիրում, քան թե դու։ Այսինքն միևնույնն է Քոչարյան Սերժ Սարգսյան։ Դեռևս այո, քանի դեռ Հայաստանը որևէ փոփոխություն, որևէ հետքայլ չի արել իր ռուսամոլ քաղաքականության, իր եվրասիականության մեջ։ Այսինքն պահին Սերժ Սարգսյանը ենթադրենք հրաժարվի այդ պրոյեկտներից ռուսական հնարավոր է փոփոխություն լինի։ Իհարկե, միանգամից ուրեմն կա այդ ամեն ինչի տերը իդեոլոգիայի այդ քաղաքական գծի տերը կա, այդ տերը Քոչարյանի քարյակն է, որը որ անմիջապես կարող է ուրեմն սրանով Ռուսաստանը ստեղծում է Հայաստանի համար ուրեմն անալտերնատիվ արտաքին քաղաքականության միջավայր։ Պատկերացնում եք, որ ուրեմն եւ իշխանությունը եւ քարյակը ռուսամոլ են, հա, եւ այդ դեպքում նրանցից որևէ մեկը եթե փորձի այդ գծից հրաժարվել, անմիջապես մյուսը կզբաղեցնի այդ տեղը։ Ինչքանով է հնարավոր, որ իշխանություններն ինչ-որ զիջումների գնան, արդեն ակնհայտ տեսնելով Քարյակի Քոչարյանի համագործակցությունը, գուցե ինչ-որ մտավախություններից ելնելով այդ 12 կետի շուրջ զիջումներ արվեն, տեսնում եք նման բան։ Բացարձակ խնդիր չկա 12 կետի շուրջ զիջումներ անելու, ես կրկնեմ, այնտեղ մեծ բաներ չկան, այնտեղ քաղաքական հարցեր չկան, հա, այնպես որ այնտեղ ոչ մարտի 1-ի հարց կա, ոչ Ղարաբաղի հարց կա, ոչ Եվրասիական միության հարց կա, այնտեղ լուրջ հարցեր չկան, այնտեղ ինչ-որ կարմիր գծերի հարցեր են, չէ՞։ Երևի մեջից ամենալուրջ հարցը Որոտանի կասկադի հարցն է, որ կարելի է մի փոքր քաղաքական երանգ տալ։ Ընդհանուր հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի ինչի մասին է խոսում, եթե նայենք այդ համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ համաձայնությունը վերահսկիչ պալատի գործունեությունը ընդդիմությանը տալու եւ այլն, չէ՞ այդ ամենը հնարավոր է երևի թե իր ժամանակաշրջանում։ Ոչ միայն հնարավոր էր, այլև հենց ինքն կտրուկ դեն դուրս գալիս, օրինակ կոնկրետ այդ 100%-անոց համամասնականին անցնելու, հա։ Այդ ամեն ինչը, ինչի մասին որ Քոչարյանը խոսում է, այդ նույն հարցերը իր ժամանակը մեծ մաս այն ժամանակ կարմիր գծերը չկային։ Այդ հարցերը իր ժամանակ բարձրացվել են եւ այդ հարցերին ինքը պատասխան չի տվել։ Բայց երևի թե կա մտայնություն, թե մեր ժողովուրդը չունի հիշողություն, հա, եւ մեր ժողովուրդը մոռացել է ինչ է կատարվել Քոչարյանի ժամանակ, եւ նա հիմա փորձում է այն նույն հարցերը, որ ինքը չի լուծել, այդ նույն հարցերը առաջ քաշել եւ դրա ուրեմն շնորհիվ որոշակի հասարակական մոբիլիզացիա առաջացնել։ Իսկ ինչ եք կարծում հասարակությունը արդյոք այդ ամենը մոռացել է, արդյոք կլինի մոբիլիզացիա միայն թե Սերժ Սարգսյանից բրցնելու համար, ենթադրենք երկրորդ նախագահին ետ բերել։ Ես չեմ կարծում, թե հասարակությունը այս ամեն ինչը մոռացել է, այստեղ ուրիշ վատ կողմ կա, ուրիշ վատ կողմը այն է, որ չկա հասարակությանը հիշեցնող այս ամեն ինչի մասին։ Չկա մի քաղաքական ուժ հիմա հրապարակում, որը որ կարողանա տեր կանգնի հասարակական հիշողությանը, հասարակության հիշողությանը, հա։ Իսկ մենք տեսնում ենք, որ ասենք այս քարյակի անդամները շատ ու շատ մեղքեր գործած գործիչներին ռեաբիլիտացնելու շատ մեծ փորձ ունեն։ Հենց միայն մարտի 1-ի մասին մոռանալը, հա, կամ մարտի 1-ի ժամանակ բարիկադի հակառակ կողմերում կանգնած, բարձ ասած, մեկը մյուսի վրա կրակած, մեկը մյուսին սպանած կողմերի, ուրեմն Հայ ազգային կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի եղբայրությունը ցույց է տալիս, որ կա այդպիսի միտում հանցագործներին ռեաբիլիտացնելու։ Հասարակությանը հիշեցնող չկա, իսկ ինքը հասարակության տրամադրությունները ձեր կարծիքով ինչպիսին են երկրորդ նախագահի։
Գիտեք, ես կարծում եմ, որ բացասական պետք է լինեն հասարակության տրամադրությունները, բայց ամեն դեպքում հասարակության տրամադրություններ ստեղծելու, կրկնեմ, հիշեցնելու համար անհրաժեշտ են քաղաքական ուժեր, որոնք որ տեր կանգնեն այդ process-ին։ Ցավոք այսօր Հայաստանում չկան այդպիսիք։ Նույն արտախորհրդանական քաղաքացիական ուժերն են։ Դե քաղաքացիական ուժերն են բնականաբար, որ հիմա կարող են քիչ թե շատ ակտիվ լինել, արտախորհրդարանական ու հզոր քաղաքական ուժ, հզոր կուսակցություն ցավոք չենք տեսնում հիմա, կամ գոնե ակտիվ կուսակցություն, ուրեմն միգուցե Քոչարյանի արածի համար կարող է հիշեցնել հանրապետականը, բայց չմոռանանք, որ հանրապետականը ինքը անմաստ չէ, չէ՞ Քոչարյանի արածներից։ Միասին են արել այդ ամեն ինչը։ Դրա համար հիմա Քոչարյանը չունենալով պատասխանատվություն այս ամեն ինչի մասին կարող է խոսել, իսկ հանրապետականը չի կարող խոսել, որովհետև հիմա գտնվում է իշխանության մեջ եւ կհիշեցնեն նրան, որ այդ ամենը իրենք են արել Քոչարյանի հետ։ Իսկ ժամանակին արված այն հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի, թե երկու ղարաբաղցի ընկերներ միմյանց հետ չպետք է մրցեն եւ այլն, այդ ամենը կմոռացվել դուրս կգա Սերժ Սարգսյանի վերջը։ Բայց հիմա կարծես թե Քոչարյանը Սերժ Սարգսյանի անունը չի տալիս, չէ, եւ ժամանակի ընթացքում իհարկե պետք է ծնագունդը այն թափը հավաքի, որ նա հստակորեն հայտարարի այն մասին, որ ինքը ուզում է ետ վերցնել այդ պաշտոնը Սերժ Սարգսյանի ձեռքից։